ծրագիրից էր տվել։ Ժամկետը 2 շաբաթ ու ավել պետք էր մակետ սարքել, որդ գրել եւ այդ որդը սովորել ու պատմել։ Մակետը պետք էր 5 հայտնի տաճար, արձան, ինչ-որ կառույց, կարող լիներ մարդ, պետք է դու ինքդ ընտրեիր ու սարքեիր։ Ես պատրաստել եմ Զևսի արձանը, Կնոսոսի տաճարը, Արտեմիսի տաճարը, ու մեկ էլ Էպիդավրոսի թատրոնը։ Հիմնականում պատրաստել եմ իմ ընկերների հետ, մենք շատ ժամանակ ենք ծախսել եւ իմ կարծիքով շատ հետաքրքիր բաներ ենք պատրաստել։ Ես պատրաստել եմ 5 հատ մակետ, Պարթենոնը, Մինոտավրոսի լաբիրինթոսը, հունական ամֆորաները, Պոսեյդոնին եւ Հադեսի թագավորության 3 գլխանի հրեշին։ Պարթենոնը հին տաճար է, որը գտնվում է Աթենքում Ակրոպոլիս բլրի վրա եւ կառուցվել է մեր թվարկությունից առաջ 5-րդ դարում ու նվիրված է եղել Աթենաս աստվածուհուն։ Պարթենոնը հայտնի է եղել իր մեծաքանակություններով եւ հոյակապ ճարտարապետությամբ։ Հիմա Պարթենոնը Հունաստանի համար պատմական խորհրդանիշ է եւ զբոսաշրջիկների համար հայտնի վայր։ Ինձ դու եկավ տեղեկույթը, որ մենք ստացանք, որովհետեւ դրանից առաջ ես համարյա ոչ ոք չգիտեի հին Հունաստանի մասին ու ընտրել էի Պարթենոնը, Նիկայի տաճարը, որովհետեւ դրանք գտնվում էին Ակրոպոլիսում, Աթենքում, իսկ Աթենքը մայրաքաղաքն է, ու Մինոտավրոսի լաբիրինթոսն էի ընտրել, քանի որ շատ մուլտֆիլմներ են նայել դրա մասին։ Ես պատրաստել եմ տարբեր տաճարներ, որոնք խորհրդանշում են հին Հունաստանի կենտրոնները, դրանցից են Զևսի տաճարը, ես կառուցել եմ Զևսի տաճարը, քանի որ ես ոգեշնչվում եմ Զևսով, իսկ Զևսի արձանը գտնվում է Զևսի տաճարում։ Ես պատրաստել եմ Արտեմիսի տաճարը, որը մարդիկ ստեղծել են Արտեմիս աստվածուհու համար։ Հիմա այն գտնվում է Թուրքիայի տարածքում։ Այն ունի 127 սյուներ։ Ես հետնասարքել եմ սպարտացիների նիզակը, որտեղ սպարտացիները եւ ուտում էին նիզակով, եւ քնում էին նիզակով, եւ միշտ եղել էին նիզակով։ Գնացինք ես ու Էդուարդը Ֆաբլաբ, որտեղ հարցրեցին կարող ենք քարտեզը գծել։ Նրանք ասացին այո, բայց պետք է ինքներս պատրաստենք ինչ-որ ծրագրի վրա, օրինակ Inkscape, ու ֆլեշկայով բերենք տպելու։ Մի շաբաթ հետո բերեցինք ու ես սկսեցի լազերով գրունտ անելը, վերցրեցի մի հատ փայտ ու կտրեցի ու գրունտ արեցի։ Մի շաբաթ հետո ես արդեն եւս 2 մակետ էի պատրաստել, բայց իմ ձեռքով Կնոսոսի տաճարը ու Կնոսոսի լաբիրինթոսը։ Ես դրանք պատրաստելուց հետո Արտեմիսի տաճարը ու Նիկայի աստվածուհու տաճարն էլ պատրաստեցի արդեն ֆրիկատ ծրագրով, բերեցի Ֆաբլաբ ու նրանք 3D պրինտերով տպեցին։ Ես վերցրեցի դրանք, հետո գեղեցկացրի ու տարա հանձնեցի ընկեր Հովհաննեսին, որը ավելի բարելավելուց հետո։ Առաջինը ես սարքել եմ անտիկ հունական թատրոնը, հին հունական դրաման եղել է իրենց թատերական մշակույթը, որը ծագել է Քրիստոս ծնորդ 700 թվականից մինչև Աթենքի հիմնադրումը։ Աթենացիները իրենց բազմաթիվ գաղութներում կազմակերպում են հյուրախաղեր։ Թատրոններում հիմնականում բեմականացնում են տրագեդիա եւ կոմեդիա։ Ես պատրաստել եմ Արտեմիսի տաճարը, բարդություններ են առաջացել աստիճաններ եւ սյուներ պատրաստելիս, քանի որ սյուների քանակը բավականին շատ էր եւ աստիճանները նույնպես բարձրության վրա են գտնվում, դժվարություն առաջացրեցին իմ մոտ եւ պատրաստեցի երկար ժամանակի ընթացքում։ Գունապատել եմ ոսկեգույն ներկով, որպեսզի ավելի նման լինի իսկական Արտեմիսի տաճարին։ Ինձ շատ դուր եկավ Դիոնիսոսի թատրոնը, որովհետև ես դրա վրա ամենաշատն էի ջանք գործադրել։ Լավ փորձառություն էր իրականում, սկզբում մայրիկս էր օգնում, հետո քույրիկս էլ եկավ, երեքով էինք սարքում, վերջում իրանք էլ էին զբաղված, որովհետև իրանք էլ դասեր գործեր ունեին, ստիպված ես մենակ վերջացրեցի վերջի 3 հատ սարքելը, բայց ընթացքը շատ հետաքրքիր էր։ Ինձ օգնել է հայրիկս տաճարը պատրաստելուց, քանի որ երբ նա տեսավ, որ ես այդ տաճարը պատրաստում եմ, նրա մոտ հետաքրքրություն առաջացավ, թե ինչ եմ ես պատրաստում,
եւ առաջարկեց, որ օգնի ինձ, ես չմեռեցի, ու մենք սկսեցինք երկուսով ավելի արագ եւ կրկնակի գեղեցիկ պատրաստել։ Ինձ մայրիկն էր մի քիչ օգնել, բայց հիմնականում այդ օգնությունը ոչ թե նյութերի օգնություններ կտրել բան, այլ ուղղակի նյութեր բերելը, ասենք, եթե ես չգիտեի որտեղից ինչ-որ նյութ վերցնել, մայրիկս ասում էր։ Ես երբ որ իմ ձեռքով պատրաստեցի, սկզբում ինձ թվաց, որ շատ վատ է ստացվում, բայց հետո քույրիկս ասաց, որ ամեն ինչ կստացվի, ու ես մի տուփ ունեի, որից որ պատրաստեցի կնոսոսի տաճարը, ու հայրիկիս խնդրեցի, որ փայտ կտրի, որ սյուները պատրաստեմ, իսկ ֆրիկադով կամ ինսկեյփով աշխատելը նրանով էր հետաքրքիր, որ ես իմ սովորածը ՏՀՏ-ից կարողանում էի ներկայացնել ուրիշ ոլորտներ։ Ինձ հետաքրքիր էր Հունաստանը ուսումնասիրելը։ Հունաստանի մեջ իրենց պատմվածների մեջ թե վատ մարդիկ էին, թե լավ, բայց ինչևէ ինքը դարձավ սիրելի երկիր, չնայած որ այնտեղ չեմ եղել, բայց ինձ թվում է այնտեղ բավականին սիրուն է, ինչպես նկարներում, գրքերի այդ պատմվածներում, ու հետաքրքիր կլինի այնտեղ լինել ու ուսումնասիրել նույն Արտեմիսի տաճարի մնացորդները, ինչքան կարելի լինի։